Շատ ջերմ են ժողովուրդը, որ այնտեղ շատ չենք հանդիպի։ Ես ինձ համար ընտրել եմ Գյումրին եւ արդեն 1.5 տարի դարձել եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Լոս Անջելեսցի հայուհին եւ ռուս գյումրեցին երկուսն էլ ընտրել են Գյումրին, մեկը բնակվելու, մյուսը զբոսնելու համար։ Անշուշտ Գյումրին Լոս Անջելես չէ, սակայն ունի իր առավելությունները՝ քաղաքային մշակույթը, արվեստը, մարդկային ջերմությունն ու հումորը։ Օй, հիանալի է, ինձ շատ է դուր գալիս, արդեն երկրորդ անգամ եմ այստեղ, սա պատմական քաղաք է, շատ եմ հավանում։ Հարավային Կորեայից Գյումրի ժամանած այս խմբի սիրելի զբաղմունքը քաղաքի փողոցներով շրջելն է եւ երբ երեկոյան տեսարժան վայրերին հատկացված ժամկետն ավարտվում է, ասիացի մեր բարեկամների խոսքերով սկսվում են խնդիրները։ Խանութները շուտ են փակվում եւ երբ երեկոյան դուրս ես գալիս զբոսնելու, ցանցրալի է։ Զբոսաշրջիկները ցանկանում են մինչեւ ուշ երեկո հանգստանալ, շփվել։ Այդ խնդրին առնչվում են նաև հայաստանցի զբոսաշրջիկները եւ շատ այցելուներ, որոնք գործնական նպատակներով են ժամանել Գյումրի։ Օրինակ, երիտասարդ երաժիշտների այս խմբի անդամները չեն կարողացել հարմար վայր գտնել երեկոյան հանգիստը վայելելու համար։ Երեք դուրս եկանք ման գալու կամ ինչ-որ կաֆե բան, փաբ գնալու, այդքան ակտիվ չէր։ Զբոսաշրջության ոլորտի փորձագետ Լիզա Գասպարյանը հերթով թվարկում է այն խնդիրները, որոնք անհարմարություն են ստեղծում քաղաքի հյուրերի, հետևաբար նաև туриզմի զարգացման համար։ Երբեմն հումոր են կանում, աշխարհի կենտրոնը Գյումրին է եւ այլն, դա լավ առումով, PR-ի առումով շատ լավ օգնում է, բայց երբ որ ներսից ենք նայում, երբ որ նայում ենք խնդիրներին, բնական է, որ խնդիրները շատ են։ Ամենապարզունակ օրինակը հանրային տուալետ քաղաքը չունի, ինչի մասին է խոսքը։ Հենց հիմա զուգարան եմ ման գալիս, կգտնեմ, մոտավորապես գիտեմ որտեղ։ Սրճարանը ինչ-որ ծև փրկում են, օգնում են, դրության մեջ մտնում են, բայց դա ամենայն դեպս չի կարող այդպես լինի։ Ինչու՞ մենակ զբոսաշրջային շրջանում քաղաքի բնակիչներին է դա պետք։ Զբոսավար Հովհաննես Ֆրանգուլյանը փոխանցում է իրեն հանդիպած հազարավոր հյուրերի մտահոգությունները կապված տրանսպորտի հետ։ Ինքս տեղից Դիլիջան գնալ համար ոչ մեքենայով կծախսի մեծ գումար ու 2 ժամվա կհասնի տեղ, բայց կարող է ու պետք է հանրային տրանսպորտ լինի, կաղավորված գեղեցիկ ավտոբուսներ ինչ որ հարմարություններով կամփանը, որոնք որ կհասցնեն մեծ գումար չի լինի։ Ըստ փորձագետ Լիզա Գասպարյանի տրանսպորտի հարցը լուրջ է եւ խնդրահարույց անգամ քաղաքի բնակիչների համար։ Եղանակն իր հերթին է ժամանակ առ ժամանակ խնդիրներ ստեղծում, երբ քաղաքի որոշ հատվածներ դառնում են անանցանելի։ Գոյակատար համակարգի խնդիր ենք ունենում, տրանսպորտի խնդիր ենք ունենում եւ այլն, այսինքն այն որ ասում կահավորված եւ փաթեթավորված չի քաղաքը որպես տուրիստական քաղաք, սա պիտի շեշտենք։ Տուրիստական փոքր ավտոբուսներ չկան այստեղ, որ մենք կարողանանք պտտվել եւ տեսնել քաղաքը, ու նաեւ քարտեզ ցուցանակ լինի, որ կարողանանք կողմնորոշվել։ Պարզապես պետք է գրել, որ փողոցն է եւ վերջ, երբ խաչմերուկ է, ուղղակի պետք է գրել եւ հեշտ կլինի քայլելը։ Մեր հարցմանն ի պատասխան էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեից հայտնեցին, որ տրանսպորտի հասարակական զուգարանների հարցի կարգավորումը դուրս է իրենց լիազորություններից։ Գյումրու քաղաքապետարանից էլ բազմիցս պնդել են, որ այդ նախաձեռնությամբ պետք է մասնավոր ներդրողը հանդես գա, եւ քանի որ դա շահութաբեր չէ, ոչ ոք չի ցանկանում ձեռնամուխ լինել։ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով Գյումրիում ընդհանուր առմամբ իրականացվել է 8 ենթածրագիր, որոնց գերակշիռ մեծամասնությունը սակայն վերաբերում է փողոցների ասֆալտապատմանը։ Փողոցաշինությունը իհարկե շատ կարևոր ենթակառուցվածք է, բայց միայն փողոցաշինությամբ չէ, որ քաղաքը պիտի զարգանա։ Կոնկրետ քաղաքի գովազդի, մարքեթինգի, քաղաքի զբոսաշրջային պրոդուկտը վաճառելու համար գումարներ պիտի նախատեսվի, իսկ այդ առումով այս պահի դրությամբ դեռ 0 է։ Զբոսաշրջության կոմիտեից ընդգծում են մարքեթինգային միջոցառումներ են իրականացվում Գյումրին էլ ավելի ճանաչելի դարձնելու եւ զբոսաշրջային նոր հոսքեր ապահովելու նպատակով։ 17-18-19 թվականներ, երբ որ անընդհատ ինչ որ նոր միջոցառումներ էին, իրողություններ էին, օբյեկտներ էին բացվում, այսինքն ինչպես այդ ակտիվությունը կար։ Հիմա այդ ամեն ինչը կարելի ասել պաուզա է դրված ու շատ ակտիվություն չկա։ Մի քիչ ափսոս է, այնպիսի սիրուն քաղաք է եւ շատ բան պետք է վերանորոգել, որպեսզի այն ավելի լավը դառնա։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Գյումրի։